Ողջունում ենք ձեզ, սիրելիներ աշտարակի կյանքի խոսքի եկեղեցում, Փառք Աստծուն, այսօրվա համար ամեն Տիրոջը դու շատ ճիշտ տեղում ես եւ Աստված օրհնել է քեզ։ Որ այստեղ ես, Տերը օրհնել է քեզ արդեն։ Մենք Տիրոջ օրհնվածներն ենք, ամեն, մենք Աստծո օրհնվածներն ենք։ Միշտ հավատա, այո, մենք Աստծո օրհնվածներն ենք։ Երբեք չմտածես, որ Աստված անտարբեր քո հանդեպ, անտարբեր քո կողքով անցելա չկա այդպիսի բան։ Տերը շատ սիրում է քեզ եւ Տերը շատ օրհնել է քեզ։ Ուղղակի գիտես, սիրելիս, մենք պետք է մտնենք այդ օրհնության մեջ։ Հիսուսը խաչի վրա ամեն ինչ արել է արդեն։ Տերը մեծ գին է վճարել, որպեսզի ես եւ դու օրհնված լինենք։ Տերը շատ մեծ թանկ գին է վճարել Հայրը, երբ որ իր որդուն այո զոհաբերեց մեզ համար։ Որպեսզի ճանապարհ բացվի, Տեր Հիսուս ասեց, ես եմ ճանապարհը, կյանքը, ճշմարտությունը, ես եմ դուռը։ Ամեն ինչ բաց է մեզ համար, հասկանում ես, բաց է։ Ոքի քայլ անել է պետք, մոտենալ է պետք, մտնել է պետք այդ ամեն ինչի մեջ։ Դրա համար սիրեր մենք հավաքվում ենք այստեղ, մենք երկրպագում ենք, մենք պաշտում ենք, մենք Տիրոջ երեսն ենք փնտրում, որպեսզի մտնենք Տիրոջ մեծամեծ օրհնությունների մեջ, մտնենք Տիրոջ գերբնական տարածքների մեջ, որտեղ կա կյանք, խաղաղություն, ուրախություն, հանգիստ։ Ամեն Տերը հանգստացրել է մեզ հանգիստ է տվել, որ մենք մտնենք իր հանգստի մեջ, որ չունենանք վախ, չունենանք անորոշություն, չխառնվենք այս աշխարհին, չխառնվենք այդ ստրեսներին, դեպրեսիաներին։ Տերը ամեն բան արդեն արել է, միայն մոտենանք, միայն լցվենք, միայն ճանաչենք։ Ամեն, Փառք Հիսուսին, Փառք Տիրոջը սիրելիներ, հալելույա, Փառք Աստծուն։ Ամեն։ Անցնենք խոսքին, խոսքը նույնպես շատ կարևոր է, սիրելիներ, խոսքի միջոցով էլ Աստված նույնպես մեր մեջ գործում է, մեր հետ գործում է, մեր հետ աշխատանք է տանում։ Լավ, եւ այսօրվա խոսքը վերնագրել եմ մի սիրո պատմություն։ Այսօր սիրուց ենք խոսալու եւ սիրո մասին մենք երգեցինք, երկրպագեցինք մի սիրո պատմություն եւ տեսեք մենք միշտ խոսում ենք Աստծո սիրո մասին, չէ՞, բայց այսօր մենք նայելու ենք, խոսալու ենք սիրո մասին մարդուց դեպի Աստված։ Ամեն։ Ոչ թե Աստծուց դեպի մարդ, այլ մարդը ինչպես պետք է սիրի Աստծուն։ Հա? Ամեն։ Դուք գիտեք, որ Տերը սպասում է, որ մենք իրան շատ սիրենք, որովհետև ինչ պատվիրան տվեց, եւ ամենաառաջի պատվիրանը, որը Հիսուս Քրիստոսը շեշտեց, հենց շեշտադրում դրեց, հենց ամենաառաջի պատվիրանը սիրի քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ էությունով, քո ամբողջ հասկացողությունով։ Այսինքն Աստված սպասում է, որպեսզի մենք իրեն այդպես սիրենք։ Եվ Աստված հենց դրա համար է ստեղծել է մարդուն, որպեսզի այդ սերը, այդ սիրո փոխհարաբերությունը լինի Աստծո եւ մարդու միջեւ, որպեսզի չլինի միակողմանի։ Միակողմանի սերը վատ բան է, չէ՞։ Ով կուզի միակողմանի։ Դու սիրես, բայց պատասխանը չստանաս, փոխը չստանաս։ Ոչ մեկ չի ուզի։ Տանջանք է, բան, չէ՞, մանավանդ այս երիտասարդների համար, ասեն սիրահարվում են, հետո հաչի ասում, աղջիկը, դու աղջիկն է սիրահարվում, լուր, սիրահարված տանջվում է։ Միակողմանի սերը տանջանք է։ Իհարկե Աստված չի տանջվում, երբ որ մենք համապատասխան սեր չենք դրսևորում, բայց ամեն դեպքում հաճելի չի։ Եվ Աստված սպասում է մեր փոխադարձ սիրուն։ Իհարկե մենք չենք կարող իրապես սիրենք, ինքը սերը անսահման, ինքը սերն է։ Բայց ամեն դեպքում ակնկալում է, որ մենք իրեն սիրենք այնպես, ինչպես որ ինքը ասել է։ Ամեն։ Եվ ասեմ ձեզ, որ Աստծուն սիրելը դա մարդու բնական վիճակը չի։ Որ այդպես լինել, բոլորը կսիրեն։ Աստծուն սիրելը մարդու բնական վիճակը չի։ Աստծուն սիրելու համար պետք է ինչ-որ բան անել։ Աստծուն սիրելու համար պետք է մոտենալ Աստծուն։ Աստծուն սիրելու համար պետք է գտնենք, հասնենք ու կատարենք։ Ամեն, որովհետև սիրելիներ, այս մարմինը եւ մեր միտքը այդքան էլ չի ուզում Աստծուն սիրել։ Գիտես։
Մեր հոգին այո սիրում Աստծուն, բայց երբ որ մենք հոգուն տեղ չենք տալիս, մեր մարմնին եւ մեր շնչավոր ոլորտին, մեր մտածելակերպին, այդքան էլ դուրեկան չի Աստծուն սիրելը։ Որովհետեւ երբ որ Աստծուն սիրում ես, բաներ կա, որ պետքա թողես, բաներ կա, որ այդ բաներից պետքա հրաժարվես։ Բայց էլի Արմինեն շատ լավ խոսած, դա հոժար կամքով պետք անես, այո Աստված բռնապետ չի, ինքը առաջարկում է, բայց որպեսզի սիրես քո Տեր Աստծուն, քո ամբողջ մտքով, էությունով, եւ ինչպես որ խոսքը ասա, պետքա խոնարհվես, հնազանդվես, որոշ բաներից հրաժարվես, թողնես, եւ դրա համար այս աշխարհը չի ուզում Աստծուն սիրել, այս մարմինը չի ուզում Աստծուն սիրել, մեր շնչավոր մարդկային հասկացողությունը չի ուզում Աստծուն սիրել։ Եվ դրա համար եմ ասում, որ Աստծուն սիրելը մարդու բնական վիճակ չի։ Աստծուն բնական վիճակ էր միջև մեղքը։ Ադամը այո ծնվել էր այդպես եւ ինքը սիրում էր Հայր Աստծուն։ Բայց երբ որ մեղքը մտավ մարդու մեջ, արդեն գնաց դա մարդուց։ Եվ մարդը որպեսզի Աստծուն սիրի, պետք է ինչ-որ քայլեր անի։ Ամեն։ Պետքա մի փոքր ճնշի իրան, հա, նվաճի իրան, դու քեզ պետքա աղտես, որովհետև տեսեք, առաջի Կորինթացիներ 9-րդ գլխում 26-ից 27-րդ խոսքում ասվում է, ուրեմն ես այդպես եմ վազում ոչ թե աննպատակ, այդպես եմ մրցում ոչ թե օդը ծեծելով, այլ իմ մարմինը ճնշում եմ, ենթարկում եւ հնազանդեցնում։ Դե մենք ինչ քայլեր անում Պողոս Առաքյալը։ Իհարկե այս պատմությունը շատ երկար ու շատ հետաքրքիր է, ինչ որ բաների հասնելու մասին է հոգևոր աշխարհում։ Բայց ասում եմ, որպեսզի հասնեմ, ինչի համար ենք մենք այս ամեն ինչ անում, որովհետև սիրում ենք Աստծուն։ Ամեն։ Նպատակը ո՞րն է սիրելը, որ մենք հավաքվում ենք, աղոթում ենք, երկրպագում ենք, խոսքը լսում ենք եւ ինչ որ բաներ ենք, չէ՞ այստեղ անում։ Նպատակը ո՞րն է։ Որտեղից է գալիս շարժարիթը, ո՞րն է, որովհետև սիրում ենք Աստծուն։ Եվ եթե դա այդպես չի, պետք է այդպես լինի։ Ամեն, եւ տեսեք Պողոս Առաքյալը ասում է, օդը չեմ ծեծում ուղղակի, սենց օդից բաներ չեմ անում, այլ իմ մարմինը ճնշման եմ ենթարկում, հնազանդեցնում եմ, որպեսզի չլինի թե ուրիշներին քարոզելով ինքս անպիտան լինեմ։ Այստեղ խոսում է հնազանդվելու, քո մարմինը ճնշելու, ինչ-որ բաներից հրաժարվելու և դեպի Աստված գնալու մասին։ Եվ նորից ասում եմ, նպատակը սերն է։ Ամեն։ Եվ ասեմ ձեզ, մտածենք ոչ թե զգացմունքային սիրո մասին, այլ սեր, որը կառուցվում է մտերիմ փոխհարաբերությունների վրա։ Դեպի Աստված մեր սերը դա զգացմունքային սեր չի։ Ինքը հետո է դու սենց էմոցիոնալ հա սենց սիրում ես, բայց իր հիմքը ամենակարևորը դա մտերիմ փոխհարաբերություններն Աստծո հետ։ Եվ Աստծո այդ սերը, այդ փոխադարձ սերը կառուցվում է մտերիմ փոխադարձ հարաբերությունների վրա, ժողովուրդ ջան։ Ոչ թե էմոցիոնալ, այո, ստեղն ես մտնոլորտ է, հիմա բոլորս էմոցիոնալ սիրում ենք։ Տեսեք էմոցիաները զգացմունքներ, ինքը եկավ գնալու է մի օր։ Այդ այդպես է։ Նույնիսկ հա մարդ փոխհարաբերությունների մեջ։ Չէ՞ սկզբից սիրահարվում են երիտասարդները, լավ վերջը ամուսնանում են, այդ էմոցիոնալ զգացմունքային սերն է։ Բայց եթե այդ սերը ճիշտ հիմքեր չունի, այդ էմոցիաները զգացմունքները մի օր գնալու է։ Եթե սերը կառուցված չի մտերիմ հարգանքի, մտերիմ փոխհարաբերության վրա, դա չի կարող երկար կյանք ունենալ։ Նույնը սիրելիներ դեպի Աստված մեր սերը, եթե սահմանափակվում մենակ եկեղեցի եկանք, այս ինչ լավ երգ էր, այս իմ սիրած երգն էր, այս ինչ լավ մթնոլորտ էր, այս ինչ հավես էր, բայց եթե ինքը չունի ճիշտ հիմք կառուցված հարաբերությունների վրա, մտերիմ հարազատական, ինքը գնալու է մի օր։ Բայց այնքան կարևոր է, որպեսզի մենք Աստծուն շատ սիրենք։ Լավ, հիմա կասենք, դե բոլորս սիրում ենք, բայցեր կան։ Եկեք նայենք մի հետաքրքիր պատմություն, եւ այսօր մենակ այդ պատմությունն ենք նայելու, ամբողջ գլուխը,
Եվ հետաքրքիր, շատ հետաքրքիր մի ուրեմն իրավիճակ կա, որը գրված է Աստվածաշնչում Ելից 33-րդ գլխում է գրված առաջի խոսքից 1-ից 17-ը ուզում եմ շատ արագ կարդամ, հետո միասին կանցնենք։ Տերն ասեց Մովսեսին. «Վեր կաց այստեղից դու եւ այս ժողովուրդը, որին հանեցիր Եգիպտոսի երկրից եւ գնա»։ Լավ կներ, չես կարող բրցներ։ Այդտեղ ինձնից առաջ չընկնեք, էլի, երեխեք։ Եվ գնա այն երկիրը, որ երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին, ասելով քո սերնդուն եմ տալի այն։ Մի հրեշտակ կուղարկեմ քո առաջից եւ դուրս կանեմ կանանացիներին, ամորեցիներին եւ ստեղ ազգեր ասում, նա ձեզ կմցնի այն երկիրը, ուր կաթ ու մեղրեր բխում։ Ես չեմ գնա ձեզ հետ, նրա համար, որ դուք խստապարանոց ժողովուրդ եք։ Միգուցե ճանապարհին ձեզ բնաջինջ անեմ։ Ժողովուրդը լսեց այս խիստ խոսքերը եւ սուգ արեց եւ ոչ ոք իր զարդերը իր վրա չկրեց, որովհետեւ Տերը ասել էր Մովսեսին. ասա Իսրայելի որդիներին, դուք խստապարանոց ժողովուրդ եք, եթե մի րոպե ձեզ հետ վեր գնա բնաջինջ կանեմ ձեզ։ Հիմա ձեր վրայից հանեք զարդերը, որպեսզի տեսնեմ, թե ինչ եմ անելու ձեզ։ Եվ Իսրայելի որդիները Քորեբ լեռան մոտ հանեցին իրենց զարդերը, Մովսեսը վերցրեց վրանը եւ այն կանգնեցրեց բանակատեղից դուրս բանակատեղից հեռու եւ այն կոչեց ժողովի վրան։ Ամեն ոք, որ փնտրում էր Տիրոջը, գնում էր դեպի ժողովի վրանը, որը բանակատեղից դուրս էր գտնվում։ Երբ Մովսեսը դեպի վրանն էր գնում, ամբողջ ժողովուրդը վեր էր կենում եւ ամեն մեկ իր վրանի մուտքին կանգնած նայում էր Մովսեսի հետևից, մինչեւ որ նա մտնում էր վրանը։ Հենց որ Մովսեսը վրանն էր մտնում, ամբիսյունը իջնում եւ կանգնում էր վրանի մուտքի մոտ եւ Տերը խոսում էր Մովսեսի հետ։ Ամբողջ ժողովուրդը տեսնում էր ամբիսյունը վրանի դռան մոտ կանգնած եւ ամբողջ ժողովուրդը վեր էր կենում ու ամեն մեկը երկրպագություն էր անում իր վրանի դռան մոտ։ Տերը Մովսեսի հետ խոսում էր դեմ առ դեմ, ինչպես մի մարդ խոսեր իր բարեկամի հետ։ Ապա Մովսեսը վերադառնում էր բանակ, բայց նրա ծառա Նավեի որդի Պատանի Հեսուն վրանից դուրս չէր գալիս։ Մովսեսը ասեց Տիրոջը. ահա ինձ ասում ես, հանիր այս ժողովրդին, բայց դու ինձ չհայտնեցիր, թե ում ես ինձ հետ ուղարկելու։ Դու ինձ ասեցիր, քեզ ճանաչում եմ քո անունով եւ իմ առջև շնորհք գտար։ Եվ հիմա աղաչում եմ, եթե քո առաջ շնորհք գտա, խնդրում եմ, հայտնիր ինձ քո ճանապարհները, որպեսզի ճանաչեմ քեզ, որ շնորհք գտնեմ քո առաջ եւ տես, որ այս ազգը քո ժողովուրդն է։ Տերն ասեց. ես ինքս պիտի գնամ քո առաջից եւ հանգստացնեմ քեզ։ Մովսես ասեց նրան. եթե դու ինքդ մեզ հետ չգնաս, մեզ այստեղից մի հանիր։ Եվ ինչից պիտի իմացվի, թե ես եւ ժողովուրդը շնորհք գտանք քո առաջ, չէ որ երբ որ մեր հետ գնաս, ես եւ քո ժողովուրդը կտարբերվենք աշխարհի երեսին եղած բոլոր ժողովուրդներից։ Տերը ասեց Մովսեսին. այդ քո ասած բանն էլ կանեմ, որովհետև իմ առջև շնորհք գտար եւ ես քեզ ճանաչում եմ քո անունով։ Լավ էր, չէ՞։ Փառք Աստծուն։ Հետաքրքիր մի պատմություն, ժողովուրդ, տեսեք, այս պատմությունից առաջ Իսրայել ժողովուրդը շատ վատ էին իրաց պահել Աստծո առաջ։ Անհնազանդ էին գտնվել Աստծո առաջ։ Աստծուց կերակուր էին ուզել, տրտնջացել էին, բողոքել էին, նեղվել էին։ Եվ գալիս է մի վայր, ու Աստված ասում է, տեսեք, մինչ այդ Աստված ասում է, ես ձեզ կտանեմ օրհնության երկիր։ Գալիս է մի պահ, եւ Աստված ասում է, վերջ, ես էլ ձեր հետ չեմ գալու։ Ձեր համար մի հրեշտակ կուղարկեմ, եւ այդ հրեշտակը ձեզ կտանի օրհնության երկիր։ Լսեք, ասում է, դուք եթե ինձանից օրհնություն եք ուզում, ես ձեր օրհնությունը կտամ։ Դուք ինձանից ուտելիք եք ուզում, ես ձեր ուտելիքը կտամ։ Հագուստ եք ուզում, ձեր հագուստը կապահովեմ։ Գնացեք։
Եթե դուք ինձ չեք ուզում, Տերը ասում այն ինձանից օրհնություններ եք ուզում։ Ինձանից ինչ-որ բաներ եք միայն ուզում, ձեր նպատակը մի կերպ հասնել օրհնություններին, ես ձեզ պետք չեմ։ Գնացեք ախպեր։ Ես ձեզ հրեշտակ, ես եմ ձեր Մովսես։ Ձեզ կտան ինտեղ, կաթը կա, մեղրը կա, ամեն ինչը կա։ Ես ձեզ պետք չեմ, գնացեք։ Պատկերացնում եք իրավիճակ, որտեղ էին հասցրել Աստծուն։ Գիտես, ցավով նկատում եւ ասում են։ Այսօր էլ նկատվում տես բան։ Աստծո ժողովուրդը գալիս է եկեղեցի կամ պաշտում է Տիրոջը, որպեսզի Աստծուց ինչ-որ բան վերցնի։ Գալիս է, որպեսզի Աստված իրան ինչ-որ մի բան տա, Աստված իր կարիքները լրացնի։ Բայց արդյոք Աստված դրա համար ամենակ։ Ես ուզում եմ ժողովուրդ վերես, որ այսօր մենք մեր հայացքը փոխենք, մեր մտածելակերպը փոխենք, հա։ Այսօր շատերը կուրախանային, որ Աստված իրանց տենց ասեր։ Ասեր, ես քեզ պետք չեմ լավ, բայց ինչ ուզում ես կտամ, գնա առանց ինձ ապրի, ինչ ես ուզել։ Չգիտեմ, ինչեր եք ուզում, ես կնիկ երեխա ամուսին, փող, ամեն ինչ ուզել եք եսա, մի հատ հրեշտակ եմ քեզ տալի։ Արմինե ջան, ես հրեշտակին տալիս եմ քեզ, ինչ ուզես ինքը կտա, ըստից է։ Այս ինչ լավ է, Աստված ջան, ոչ կաղոթեմ, ոչ ծոմ կպահեմ, ոչ իմ մարմինը կճնշեմ, ոչ կգնամ եկեղեցի, հրեշտակը կա, ինչ ասեմ կան, ես ինչ լավ է, ես ինչ կապնել կպավայի մարդ։ Բայց լավա մեկը կար, Մովսեսը, բայց տեսակ ինչ տեղի ունեցավ ժողովրդի հետ, ասում է իրանց զարդերը իրանց վրայից հանեցին, գիտեք ինչ նշան էր էսին, չենք ուզում ես աշխարհի զարդարանքը, ոչ մի բան պետք չի մեզ, ես ոսկին զարդը մեզ պետք չի Տեր։ Եվ տեսեք 7-րդ խոսքը, 7-րդ խոսքում այո ասում է, մի հրեշտակ կուղարկեմ։ Եվ հետաքրքիր մի բան, այստեղ տեսնում ենք, որ Մովսեսը ինչ անում, 8-րդ խոսքից, դուրս է գալիս այս միջավայրից, դուրս է գալիս բանակատեղից, որտեղ ժողովուրդը ապրում էին առանձին մի տեղ, մի վրանա դնում, որպեսզի Աստծո հետ առանձին հանդիպում ունենա։ Եվ սկսում է փնտրել Աստծո երեսը։ Տեսեք ինքը այդ ամեն ինչը չի անում ժողովրդի մեջ, ինքը առանձնանում է։ Եվ ժողովուրդը տեսնում են այդ պատկերը, Մովսեսը դուրս եկավ, գնաց, ու բոլոր ասում են, ժողովուրդ դուրս եկեք, ինչ է եղել։ Մովսեսը գնաց Աստծո հետ հանդիպելու։ Ասում է դուրս են գալի բոլորը, իրաց վրանի դռան մոտ կանգնում էին ու սպասում էին, տենանք ինչ է լինելու։ Մովսեսը մտնում էր վրանը, ասում է սյունը իջնում էր, Աստված գալիս էր։ Աստված գալիս էր Մովսեսի հետ հանդիպման, գալիս էր Մովսեսի հետ զրուցելու։ Այս իրավիճակը քննարկում էին իրանք միասին։ Պատկերացնում եք։ Եվ ասում է խոսում էր, Աստված խոսում էր Մովսեսի հետ։ Եվ հետաքրքիր բան է տեղի ունենում ժողովուրդ ջան։ 14-րդ խոսքում, երբ որ 13-ում, երբ որ Մովսես ասում է լսի, բայց դու ասել ես, չէ, որ ես Չես տեղ մետ հետաքրքիր բան է ասում Մովսեսը։ Ասում է քո երեսի առաջին ես շնորհ կտամ։ Աստված Մովսեսին ասել էր։ Հիմա Մովսեսը սկսում է Տիրոջը հիշացնել, լսի Տեր, ու բարեխոսում է, ես գիտես ով եմ, ես այն մարդն եմ, ում դու ասեցիր քո երեսի առաջ շնորհ կտա, ում դու ասեցիր, որ ինձ շատ ես սիրում, այն էլ քո ժողովուրդն է, ուստի միտեղ ասում է քո ժողովուրդն էլ քո երեսի առաջ շնորհ գտավ։ Ու սկսում է համոզել Աստծուն, որ Աստված հետ կանգնի իր մտադրություններից, պատկերացնում եք։
Տես Աստված չի ուզում, որպեսզի մենք ապրենք մեր մարդկային երազանքներով ու մեր մարդկային գործերով։ Շատերը ուրախ կլինեն դրա մեջ, այո, ասեցի։ Բայց այսօր էլ կան մարդիկ, ում համար աղոթում են և Տիրոջից խոսք է գալի, որ դու կարևոր մարդ ես Աստծո համար, Աստված քեզ կանչում է, քեզ հետ հանդիպում ունենալու համար։ Բայց դու տեսնում ես մարդը նորից շարունակում ապրել իր մարդկային երազանքներով։ Այս աշխարհի վրա իր կյանքը դասավորելու համար մտածելով։ Բայց ախր դու այնքան կարևոր ես Աստծո համար։ Դու շատ կարևոր մարդ ես, ում Տերը կանչել է, քեզ կոչում է տվել, քեզ ընտրել է, որպեսզի դու Աստծո արքայության մեջ գործեր անես։ Եվ ցավոք մարդը շարունակում ապրել իր աշխարհիկ հասկացողությունով, մարդկային մտածելակերպով։ Եվ տեսեք հետաքրքիր է պատմությունը։ Մովսեսի այդ աղոթքը, Մովսեսի այդ քայլը փոխեց Աստծո մտադրությունը։ 14-ում ասում է, տեսեք Աստված արդեն, ասենք համոզում ասում է, այս ազգը քո ժողովուրդն է 13-ում։ Տերն ասեց, ես ինքս պիտի գնամ քո առաջից եւ հանգստացնեմ քեզ։ Մովսեսը այնպիսի վերաբերմունք ցույց տվեց, այնպիսի սեր ցույց տվեց դեպի Աստված, որ Աստված մտափոխվեց։ Մինչ այդ որ ասում էր ձեր մեջ մի օր չեմ կարա մնամ, այնքան վատն եք, բնաջինջ եմ անելու ձեզ, էլ ողորմությունս չգիտեմ որտեղ է ասել։ Բայց Մովսեսը այնպես լավ է խոսում, այնպես լավ է մտնում Աստծո այդ ներկայության մեջ, այնպես լավ է համոզում, չգիտեմ ինչ անում, ստեղ ինչ գրված է այդ է։ Բայց Մովսեսի սիրտը տեսնելով Աստված, ասում է լավ համոզեցիր, կգամ ձեր հետ։ Եթե դու այդքան ինձ ուզում ես, եթե դու, տեսեք Մովսես ընդեղ ասում է, լսի, եթե դու մեր հետ չես գալու, պետք չի մեզ։ Լավ իրա համար ասում է, լսի, եթե դու իմ հետ չես Աստված ջան, այս աշխարհի օրհնությունները, այդ կաթը, մեղրը, այդ ոչ մի բան ինձ պետք չի։ Առանց քեզ, ոչ մի բան այս աշխարհի վրա ինձ պետք չի, հետաքրքիր չի։ Ինչ ուզում ես դու ինձ պետք չի։ Ես ուզում եմ քեզանով լինի։ Առանց քեզ օրհնված խոստմունքի երկիրը ինձ հետաքրքիր չի։ Ինձ համար կարևոր է, որպեսզի դու իմ հետ լինես։ Ինձ համար կարևոր է, որ ես քո հետ շփվեմ։ Ինձ համար կարևոր է, որ դու ինձ հետ խոսաս։ Ինձ ցույց տաս ճանապարհները, ինձ քո ճանապարհներն են հետաքրքիր։ Այս աշխարհը ինձ հետաքրքիր չի։ Ամեն։ Այդ ամեն ինչը մենք այստեղ երազում ենք, ինչ այս աշխարհը ամեն ինչ անում է, որ ունենա, այդ հարստությունը, փողը, փառքը, անունը, ազգանունը ինձ պետք չեն։ Ինձ դու ես պետք Տեր։ Ինձ պետք է որ քո հետ ապրեմ։ Ինձ պետք է որ քո ներկայությունը վայելեմ ու քեզ երկրպագեմ։ Եվ դա փոխեց Տիրոջ սիրտը։ Սիրտը չէ մտածելակերպը, լավ, որոշումը սենց ասեմ, ծրագիր է։ Տիրոջ ծրագիրը փոխեց մի մարդու սերը դեպի նրա։ Ամեն։ Եվ շարունակությունն էլ կա, շարունակությունը ընդհանրապես սենց ցնցող է մի հատ։ Տեսեք Մովսեսը երբ որ համոզում է Տիրոջ եւ Տերը ասում է լավ ես կգամ ձեր հետ ու ստեղ Մովսեսը հետաքրքիր բան է ոնց որ սենց ինքը ալիքը որսացել էր Մովսեսը արդեն Տիրոջը համոզել էր դե քանի որ Աստված եկել է հա ինձ էլ մի քիչ գովացել է Աստված ասել է դու իմ սրտի համեմատ մարդ ես Մովսեսին ասել է հա ես քո անունով քեզ ճանաչում եմ Ոստե Մովսես ասում է քանի Աստված եկել է սպասի էլի բան ուզեմ էլի Աստծուց հա դու ինչ կուզեիր օրինակ եկեք շարունակությունը կարդանք լավ
18-ից 23-ը։ Մովսեսը ասեց. աղաչում եմ, ցույց տուր ինձ քո փառքը։ Դες շատ ուժեղ բան է ժողովուրդ։ Տեսեք ինքը իր ուզածին հասավ Մովսեսը։ Հասավ միտեղ Աստված ասեց. լավ ձեր հետ կգամ, պրծա քեզնից, ասում է չէ, էլի եմ բան ուզում քեզնից, Աստված ջան, քանի ինձ գովացել ես, քանի քո բարեհաճությունը իմ վրա է, քանի սենց մեր սերը սենց խառնվել է իրար, քանի տենում ես, որ ես քեզ սիրում եմ, էլի բան արա, էլի իմ համար, ասում է ինչ անեմ, լավ, բայց կանես, Աստված ասում է դե ասա տենամ ինչ ես ասում, ասում է ուզում եմ քո փառքը տենամ, ժողովուրդ, միլիոններ չուզեց, իրա փառքը չուզեց, չուզեց թագավոր դառնա, դու գիտեք որ Մովսեսը նույնիսկ այդ օրնության երկիր չհասավ, ինչի համար ինքը սենց այսքան պայքարում էր, նույնիսկ այդ օրնությունը ինքը չտեսավ, չկպավ, չշոշափեց, որովհետև իրան պետք չէր, չասեց ինձ փառք տուր, դե ինձ է ժողովրդի վրա նախագահ, պրեզիդենտ, թագավոր կդնես, տեսել ինչ իրանց համար ինչքան բան եմ անում, ասեց ինչ ես ուզում, ասեց ուզում եմ քո փառքը տենամ, ու Աստված շարունակում ասում, լսի կտենաս, ասեց արդեն սկսել է հետը բանել, դիալոգի մեջ մտնել, կներես որ ամբողջ փառքս չեմ կարա ցույց տամ, Մովսես ջան քեզ, բայց որոշ բաներ ցույց կտամ, կլինի Մովսեսն էլ դերևի ասում է, դե հա լավ, ոնց ասես, պատկերացնում եք եւ Տերը ասեց, ես իմ ամբողջ բարությունը կանցկացնեմ քո առջևից եւ Տիրոջ անունը կկանչեմ քո առաջ։ Աստված ինքը իր անունը կանչելու է Մովսեսի առաջ։ Տեսեք ես ինչ մի սիրո պատմություն է ժողովուրդ։ Հələ տեսեք որտեղ է հասել Մովսեսը։ Մենք այս տեղը ասած կարդացի արագ անցել ենք, բայց ասած հələ եկեք տեսեք ինչ է կատարվում մարդու Աստծո մեջ։ Եվ Տիրոջ անունը կկանչեմ քո առաջ եւ ասում եմ, բայց մի բան կա։ Ում ողորմելու եմ կողորմեմ եւ ում գթալու եմ կգթամ։ Չգաս էլ ասես, լավ էլի իրան բան մի արա։ Ես ում կողորմեմ Աստված ասում է։ Ում էլ կգթամ Մովսես։ Սահմանը չափը չանցնես։ Պայմանները դնում է Աստված։ Եվ ասեց. դու իմ երեսը չես կարող տեսնել, որովհետև մարդ չի կարող ինձ տեսնել ու կենդանի մնալ։ Աստված սա ասել էր, այս մեկը պահեց, բայց պայմաններ է ստեղծում Մովսեսի համար, տեսեք։ Տերն ասեց, ահա ինձ մոտ մի տեղ կա, կանգնիր այդ ժայռի վրա, երբ ես անցնեմ իմ փառքով, քեզ կդնեմ ժայռի խոռոչի մեջ եւ իմ ձեռքով քեզ կծածկեմ, մինչեւ որ ես անցնեմ։ Հետո իմ ձեռքը կվերցնեմ քո վրայից, դու կտեսնես ինձ հետևից, բայց իմ երեսը չես տեսնի։ Համոզեց։ Աստված ասում է, հա, իմ փառքը ցույց կտամ, բայց իմ երեսը չես կարա տեսնես։ Հենց իմ երեսը տեսնես կմեռնես, որովհետև ասել է։ Բայց պայմաններ է ստեղծում, այս կանեմ, այն կանեմ, հասկանում ես, հետաքրքիր մի հատ փոխհարաբերություն, մտերիմ փոխհարաբերություն։ Մենք չգիտենք Մովսեսը ինչքան ժամանակ էր գնում այդ վրանը եւ ինչքան տևեց, բայց Մովսեսը ամեն ինչ ուրացել էր, ամեն ինչ դրել էր մի կողմ, ինքը գնացել էր ասում էր Տեր, քեզ եմ ուզում, մենակ քեզ եմ ուզում, առանց քեզ ինձ ոչ մի բան պետք չի, բայց քեզ նրա համար չեմ ուզում, որ դու էլ ինձ բաներ տաս, ուղղակի քեզ եմ ուզում, Տեր ջան, ուղղակի քեզ սիրում եմ, ես քեզ առանց քեզ ոչ մի քայլ չեմ անի, հրեշտակին էլ չեմ ուզում, ում ուզում ես ուղարկի, օրնության երկիրն էլ չեմ ուզում, փող էլ չեմ ուզում, ոչ մի բան չեմ ուզում, քեզ եմ ուզում։ Մի սիրո պատմություն։ Ամեն։ Հալելույա։ Այդ ինչ էր Աստված տեսել Մովսեսի մեջ։ Հա որ առաջինից երրորդ խոսքի մեջ ասում է չեմ գալու, բնաջին չեմ անելու, 14-ում ասում է կգամ, 17-ին ասում է Մովսեսին քո ասածը կանեմ, 19-րդ խոսքում էլ ասում է լավ իմ փառքն էլ ցույց կտամ։ Այդ ինչ էր Աստված տեսել Մովսեսի մեջ։
այդ մեծ սերը իր նկատմամբ։ Գիտեք ինչ սերն էր շարժել Աստծո սիրտը, այդ անկեղծ սերը, անկեղծ մեծ սերը, որը շարժեց Աստծո սիրտը, եւ Աստված իր միտքը փոխեց մի ամբողջ ժողովրդի համար։ Ես Աստված կարար Մովսեսին վերցներ, ասեր լավ, չէ՞ թեկուզ վերցներ մի անգամից, հա, Եղիային ոնց վերցրեց, բայց Մովսեսը բարեխոս էր նաև իր ժողովրդի համար։ Ինքը չէր ասում, որ ուշադիր կարդանք, ինքը ասում է, դու ասեցիր, ինձ ասեցիր քո առաջին շնորհք կտամ, բայց հետո էլ ասում է, այս ժողովուրդն էլ քո առաջին շնորհքը կտան։ Ու դու իրանց ընտրեցիր, ասեցիր, սա իմ ժողովուրդն է։ Մովսեսը խոսքը գիտեր, այդ խոսքով գալիս էր Աստծո առաջ։ Ասում էր, ես իմ ժողովուրդն է։ Դու իմ ժողովրդին էլ սիրեցիր։ Տեր ջան, ես մենակ իմ համար չեմ ասում։ Չէ՞ միտեղ էլ ասում է, ես այս ժողովրդին բնաջնջում եմ, Մովսեսը գնում կանգնում է Աստծո առաջ, ասում է, եթե այս ժողովրդին պետքա բնաջնջես ինձ է։ Սկզբից ինձ։ Միայն իմ դիակի վրայով։ Դենց էլ լինում է, դենց էլ ասում է, էլի Աստված ասում է լավ, այս մարդը ես ինչ ուզում ինձնից։ Այնքան միջև հասցնում է ժողովրդին իր նպատակին, թեկուզ ինքը չի հասնում այդ նպատակին, Մովսեսը։ Գիտես սիրելիներ, Աստված շատ բան չի ուզում մեզանից։ Մեկ ինքներս մենք մեզ ծանրացնում ենք, թե Աստված իբրև թե մեզանից ես ինչեր ուզում։ Աստված ասել է հանգարց չխմես։ Ուսես վախեցած ապրում ենք, լսի էլի քո համար է ասել, ուզում ես խմի, չես ուզում մի խմի։ Աստված ծանրություններ չի դնում ժողովրդի վրա, լսեմ։ Եթե ծանրություն դնի, էլի բռնապետ կլինի, էլի սեր չի լինի։ Աստված չի ծանրացնել մեր կյանքը։ Շատեր ասում են, դե գանք Աստծուն, գանք հավատացյալ դառնանք, տես պետքա չանենք, այն պետքա չանենք, դժվար է։ Դա սուտ է։ Աստված չի ծանրացրել մեր կյանքը։ Աստված մեզանից շատ բան չի ուզում։ Նա ուզում է մեր անմնացորդ ու առանց ակնկալիքների սեր։ Ամեն։ Աստված ուզում է մեզանից անմնացորդ եւ առանց ակնկալիքի սեր։ Ոչ թե մենք գալիս ենք Աստծուն, գալիս ենք եկեղեցի կամ Աստծուն սիրում ենք, որ Աստված էլ մեզ ինչ-որ բան տա դրա փոխարեն, այլ սիրում ենք Աստծուն, որովհետև սիրում ենք, որովհետև առաջինը նա մեզ սիրեց, սիրում ենք, որովհետև այդ սերը քո մեջ դրված է։ Ես չեմ սիրում իմ երեխաներին, որ իրանք հետո իմ համար ինչ-որ բան անեն, ուղղակի դու սիրում ես, դու չես սիրում ան, որ սիրում ես նրա համար, ամեն դեպքում սերը այդպես պետք է լինի, առանց ակնկալիքների, առանց չգիտեմ, փոխզիջման, սիրում եմ, որովհետև սիրում եմ, և Աստված այսօր մեզանից սպասում է, և մեզանից ուզում է, որ ուղղակի իրան սիրենք, մեր ամբողջ սրտով, մեր ամբողջ մտքով, մեր ամբողջ հասկացողությունով, մեր ամբողջ էությունով, անմնացորդ, և մենք պետք է մտածենք սրա մասին, արդյոք ես այդպես սիրում եմ Աստծուն։ Ամեն։ Արջան խնդրեմ, գաս նվագես։ Գիտեք ինչ հարաբերություններ էր Աստծո և Մովսեսի միջև, բարեկամական, ասում էր դու, ես քո բարեկամն եմ, Մովսես Աստծուն ասում էր դու ինձ բարեկամ ես կոչել, Աստծո և Մովսեսի մեջ բարեկամական, հարազատական փոխհարաբերություններ էր ժողովուրդ ջան։ Եվ էլի կան Աստվածաշնչում մարդիկ, ում հետ Աստված ուներ այդպիսի փոխհարաբերություն։ Հա նույն Աբրահամի հետ ուներ այդպիսի հարաբերություն, խոսում էր, շփվում էր, իր ծրագրերի մասին կիսվում էր, Դավիթին էր այդպես սիրում,
Սողոմոնի ուներ, Սողոմոնի հանդեպ ուներ այդպիսի փոխհարաբերություն, Սողոմոնին ասեց, ինչ ուզես կտամ քեզ, որովհետև շատ մեծ զոհեր արեց Սողոմոնը նրա համար, հա, Հովսեփի հետ ուներ այդպիսի փոխհարաբերություններ Աստված, գիտես Աստված ուզում է մարդու հետ ունենա այդպիսի փոխհարաբերություններ ժողովուրդ ջան, թող ոչ մեկ քեզ չխաբի, որ Աստված չի ուզում քո հետ էլ այդպիսի հարաբերություններ ունենա, Աստված ինչ հարաբերություն ուներ Մովսեսի հետ, ուզում ամեն մեկի հետ ունենալ, Աստված ուզում է մարդու հետ այդ սիրո պատմությունը ունենա, այդ սիրո փոխհարաբերությունը ունենա, Աստված մեզանից չի թաքնվում, ուղղակի մենք պետք է հասնենք այդ կետին, ուղղակի մենք պետք է հասնենք դրան, Մովսեսը հասավ դրան, ուղղակի գիտես, մարդը թույլ չի տալիս շատ ժամանակ, իր ապրելակերպով, իր մտածելակերպով, իր ոչ ճիշտ, ոչ ուղիղ գնալով, մարդը թույլ չի տալիս, որ Աստված իր հետ ունենա այդ մտերմությունը, այդ հարաբերությունը, Աստված կանչում է քեզ, Աստված սպասում է քեզ, Աստված սպասում է բոլորին, Աստված բացել է դուր, Աստված, գիտեք, եթե այդքան չսիրեր իր միածին, որդուն չէր զոհի, Տերը իր որդուն զոհեց, որ այդ ճանապարհը բացվի, Աստված հաշտեցրեց մեզ իր հետ, տեսեք, մենք ենք մեղավոր, մարդը մեղավոր է, բայց Աստված հաշտության պայմանները ստեղծեց, առաջինը քայլ ինքը արեց, չէ, եթե ունենք մենք խնդիր ունենք, եթե ես մեղավոր եմ, ես պետքա գնամ, հա, ասենք թե, եթե սխալ բան եմ արել Մարտինի հանդեպ, ես պետքա գնամ, օրինակ ներողություն խնդրեմ, հաշտության, հա, ինչ-որ ճանապարհներ խնդրեմ, բայց Աստված այդպես չարեց, թեկուզ մարդը մեղավոր էր, բայց ինքը հաշտության պայմաններ ստեղծեց, ինքը հաշտության ձեռք մեկնեց, բայց ինչ ձեռք էր դա, իր միածին որդուն զոհեց, որպեսզի այդ ճանապարհը բացվի, որտեղ փակ էր ճանապարհը, ոչ մեկ չէր կարող հասնել, գիտես, ինչ ներկայություն դու այստեղ հիմա վայելում ես, մինչև Քրիստոսը այսպես չի եղել, որ հավաքվեն ու վայելեն, եղել է անհատական, եղել է օրինակ մարգարեներից մեկը, եղել է օրինակ Եղիայի հետ, չգիտեմ, Եղիսեի հետ, Դավիթի հետ, բայց երբ որ Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ եւ այս ճանապարհը բացեց, դա դարձավ այս եկեղեցին, այս միասնությունը դառավ մեկ մարմին եւ այս միաբանության մեջ մենք գալիս ենք եւ Տիրոջ սրբարանն ենք մտնում, նրա հետ հանդիպում ենք ունենում, Աստված փափագում է, որպեսզի քո հետ ունենա այդ մտերիմ հարաբերությունը, մարդու հետ ունենա, բայց մարդը իրան գոռոզապահ հպարտ ապահ, մարդը զբաղված է, գիտես, ես զբաղված եմ, զբաղված եմ իմ կարիերայով, այո, քեզ շատ սիրում եմ, կիրակի օրերը գալիս եմ եկեղեցի, բայց ես գործ ունեմ անելու, ես իմ անձնական կյանքն եմ դասավորում, Հիսուս ջան, ես իմ փող աշխատելը, իմ կարիերան, իմ շրջապատը, ես զբաղված եմ, կրնի, ես շատ խորը չգամ, կրնի չխորանամ, կրնի չմտնեմ այդ վրանը, այն մյուս ժողովրդի պես կանգնեմ, ամեն մեկ ասում է կանգնում էր իր վրանի դռան մոտ ու տենում էր, նայում էր Մովսեսը ինչ լավ է շփվում Աստծո հետ։ Մովսես ջան, դու գնա, թող քեզ ասի, դու էլ արի մեզ ասա, մենք գործ չունենք։ Աստված այս բարկանում է մեկ-մեկ, վառում է, գետինը բացվում է, մի 20,000 հոգի գնում են, մեռնում են, մենք գործ չունենք, դու գնա, արի մեզ ասա, մենք հետ տենանք ինչ ենք անում, մի ձև, տենց փող աշխատենք, տենց լավ ապրենք, հետո էլ մի ձև կհասնենք իր։ Մտածում ես, այս վիճակը Աստծուն դուր է գալիս, ասի Աստված քեզ ա ուզում։ Կլինի այդ վրանը պատրաստես, բանակատեղից դուրս, ու գնաս իր հետ հանդիպան,
այնտեղ էլ քո հարցերի պատասխանը կստանաս։ Հերիքա մարդու մեջ մանգաս քո հարցերի պատասխանը։ Հերիքա գնաս քո ավակին ասես, հովիվին ասես, չգիտեմ ինչ-որ մեկին բռնես ասես, բա Աստված ինչ ունի իմ համար, բա Աստված ինչ է ասում իմ համար, Աստված քեզ ա ուզում, հələ գնա իրան, փնտրի իրա երեսը գցի, այդ ժամանակ կասի Աստված, ուրիշ տեղ ման մի արի Տիրոջը, ինքը շատ մոտ է, ինքը քո ներսում է, Սուրբ Հոգին քո ներսում է, որտես ման գալի, Ալելույա։ Զբաղվածությունը չի թողում, ցավոք սրտի, ժամանակ չունենք։ Տեսեք Աստված Մովսեսին ասեց, քեզ ճանաչում եմ քո անունով, դու բարեհաճություն գտար իմ անունից։ Ուժեղ է, չէ՞։ Լսեք, ոչ թե ճանաչում եմ Աստված բոլորիս անունները գիտի, բայց ճանաչում եմ քո անունով, նշանակում է քո այդ անունով խոսում եմ, քո այդ տենց շփվում եմ։ Այդ տենց ասма գիտեմ քո անունը Մովսեսին, և քո այդ տենց շփվում եմ, բայց գիտես ցավոք սրտի, մարդիկ կարան լինեն, որ գնան ու ասեն Տեր, ասի, ես քեզ չեմ ճանաչում, լսի դու ով ես, ոնց, քո անունով դևեր եմ հանել, քո անունով բժշկություններ եմ արել, գիտեք չէ տեղը, Մատթեոս 7-րդ գլուխ, 21-ից 23-ը, այն ժամանակ կգան իմ առջև կկանգնեն, կասեն Տեր, քո անունով, ես արեցինք, են արեցինք, լավը որ արել ես, բայց ինձ դու էիր պետք, ես քո սիրտն էի ուզում, ես քո այդ գործերը դրանից հետո կլիներ, բայց դու թողել ես սիրտը, թողել ես փոխհարաբերությունը, թողել ես մտերմությունը, թողել ես հարգանքը, ընկել ես ասում ես տենամու մեջի դևա հանել, լսի, դու հարցերդ կարգավորի Աստծո հետ, Աստված հոգ կտանի դևերի հարցում, ամեն, չասվա քեզ չեմ ճանաչում, բայց Աստված բոլորին է ճանաչում, բայց ճանաչողության մեկ ուրիշ մակարդակ կա, լսի կա որ ասում ես ես գիտեմ, հա լսել է, հա ում իրան, հա լսել է, բայց որ կա չի ասում ես որ ճանաչում է, հա, չէ ինչ-որ մեկին գիտեմ լսել եմ, բայց հա Սերգեյի աղբերն է, ես գիտեմ, ես իր հետ շփվել եմ, ես իր հետ մտերիմ եմ, մենք որ 3 օր իրար չենք տելում, կարոտում ենք, գոնե զանգում ենք իմանանք մեր ոնց ելնելը ոնց է, դա նշանակում է, որ ճանաչում եմ, բայց օրինակ ինչ-որ մեկի մեր եկեղեցում, չգիտեմ, Երևանի եկեղեցու Կարենին, հա գիտեմ իրան, գիտեմ, այս վիճակն է, Եվ որ ասես ճանաչում ես, չէ չեմ ճանաչում, դեմքով գիտեմ, որ ես տղեն անլատ տղակ ասած, այս վիճակն է, սիներ, գնա չեմ ճանաչում քեզ, իսկ այդ մտերիմ փոխհարաբերությունը անձնական հանդիպումների հիման վրա է լինում ժողովուրդ ջան, եկեք ոտքի կանգնենք, եկեք սիրներ, ուզում եմ երկրպագենք Տիրոջ, չեմ ուզում սա ուղղակի, իհարկե միշտ էլ այդպես ենք ասում, բայց հերթական մի հավաքույթ չէր, որ եկանք իմ պարտքը կատարեցի գրում։ Այսօր ուզում եմ դու ավելի Աստծուն սիրես։ Գիտեմ, որ սիրում ես, լավ, գիտեմ սիրում ես, հաստատ սիրում ես, հեգնանքով չեմ ասում, Տիրոջ առաջ, եթե այստեղ ես սիրում ես, բայց ուզում եմ ճանաչելով սիրես, ուզում եմ հասկանալով սիրես, ուզում եմ ավելի սիրես, որովհետև ինքը արժանի է, ուզում եմ քո փոխհարաբերությունները ավելի այսօր մտերմանա Աստծո հետ, ուզում եմ այսօր ավելի մոտենաս Տիրոջ, և երբ որ կերկրպագենք Աստծուն, ուզում եմ փնտրես Տիրոջ երես, և Տերը քեզ հետ հանդիպում ունենա, նոր հանդիպում, Հալելույա, հարգես,
Աստված օրհնի քեզ եւ պահի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը բարձրացնի սուրբ երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը տա քեզ։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հետ հաղորդությունը մեր ամենքի հետ։ Ամեն։ Ամեն հարկ Տիրոջ։ Հարկ մեր ամեն։ Եկեք փառաբանենք Տիրոջը ևս մեկ անգամ ամեն եւ գնանք խաղաղությունը։